Տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բարի գալուստ Բեռլին, ուրախ եմ սիրելի Նիկոլ, որ այսօր մենք հանդիպում ենք, սա եւս մեկ անգամ շեշտում է մեր վերջին տարիների մեր երկրների լավ հարաբերությունների դինամիկան, այս տարվա մայիսին Դաշնային նախագահը Հայաստանում էր, առաջին անգամ Գերմանիայի նախագահ այցելեց Հայաստան։ Ես էլ հավանաբար առաջիկայում կլինեմ Հայաստանում 26 թվականի մայիսի 4-ին Եվրոպական համայնքի գագաթաժողովն է Երևանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լինելու հյուրընկալողը Հայաստանում, սա իմ օրացույցի բաղկացիչ մասն է եւ մեր համագործակցությունը սերտորեն շատ կարեւոր է այս անհանգիստ ժամանակներում, ինչը վերաբերում է նաեւ ձեր տարածաշրջանին, սրտանց շնորհավորում եմ պարոն վարչապետ, որ ձեզ եւ Ադրբեջանի նախագահին հաջողվեց խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության գալ, դա մեծ գործ է։ Եվ Դաշնային կառավարությունը մշտապես այս հարցում աջակցել է Հայաստանին եւ Ադրբեջանին եւ ուրախ եմ մարտին համաձայնության համար եւ Վաշինգտոնում օգոստոսի նաեւ տրանզիտային եւ երթուղիների հետ կապված համաձայնությունը, սա բարեկեցության, խաղաղության եւ զարգացման համար շատ կարեւոր է Հարավային Կովկասի համար, սա շատ դրական ազդակ է, որը այս տարածաշրջանից անդին է հասնում եւ քաջալերում եմ ձեզ հաջորդ քայլերը կատարել, մնացյալ հարցերը լուծել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մեր տետատետ հանդիպման ժամանակ մանրամասնորեն խոսեցինք այդ մասին, երկու կողմերին Գերմանիան կշարունակի աջակցել այս հարցում։ Տիկնայք եւ պարոնայք, այսօր այս իմաստով այս համատեքստում մենք ստորագրեցինք Գերմանիայի եւ Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրագարկի հռչակագիրը։ Մեր երկու երկրները աշխատում են բոլոր ոլորտներում, Երևանում կբացվի Գյոթե ինստիտուտ, բուհերն են համագործակցում քաղաքները եւ ուրախ եմ, որ այս պահին Գերմանիայում բացվում է մի քանի Թումո կենտրոններ, որտեղ երիտասարդները ստեղծագործական եղանակով ճանաչում են նորարար տեխնոլոգիաները, ինտենսիվացրել ենք նաև մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում, գերմանական ընկերությունները մեծացնում են իրենց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, քանի որ տարածաշրջանը եւ Հայաստանը կարեւոր են Ասիայի եւ Եվրոպայի միջեւ որպես հանգուցային կետ։ Եվ մեր ներուժը պետք է մեր երկրների միջև օգտագործենք, այդ բանի համար անհրաժեշտ են շրջանակային պայմաններ եւ խաղաղություն, իրավական պետություն, ազատ մրցակցություն, գերմանական ընկերությունները, ինչպես դες ասեցի, նրանք հայտնի են, որ մեծ ներդրում կատարելուց առաջ շատ հիմնավին ուսումնասիրում են այդ վայրը, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար այդքան էլ հեշտ չէ մեծ ներդրումներ կատարել հեռավոր երկրներում, բայց նրանք շատ հուսալի եւ վստահելի գործընկերներ են, երբ որ ճիշտ շրջանակային պայմաններ են տեսնում կոնկրետ երկրում։ Այդ պատճառով ռեֆորմները շատ կարեւոր է, որոնք տեղի են ունենում Հայաստանում, դրանք շատ դժվարին են, մենք գիտենք նաեւ մեր գերմանական փորձից եւ վստահ եմ, որ այս ամենը կտա իր արդյունքը։ Տիկնայք եւ պարոնայք, վարչապետ Փաշինյանը ինձ ասաց, թե ինչ պատկերացում ունի Հայաստանի զարգացման մասին, ժողովրդավարության բարեփոխումների մասին, երկրի եւ հասարակության մասին, որը ուզում է խաղաղ ապրել իր հարևանների հետ եւ բարեկեցություն կառուցել։ Այդպիսի ժողովրդավարական զարգացման մաս է կազմում խորհրդարանական ընտրությունը, որը հունիսին տեղի ունենալու Հայաստանում եւ խաթարող մի հանգամանք կա, որը բնական է դարձել, որտեղ ժողովրդավարության թշնամիները հիբրիդային եղանակով միջոցներ են գրավում, հատկապես Ռուսաստանը փորձում է ինչ-որ վախեր սարմանել Եվրամիության հետ եւ արևմուտքի հետ սերտացման հարաբերությունների մերձեցման մասին եւ սխալ տեղեկություններ
տարածել Եվրամիության արժեքների մասին սաբոտաժ, ապատեղեկատվություն, դրոններ, ԱԹՍ-ներ, այդ եղանակով փորձում են ապատեղեկատվություն տարածել եւ ապակայունացնել իրավիճակը, դա տեղի ունենալու իհարկե տեղի ունենում Ուկրաինայում նաեւ, որ տեսնում ենք ամեն օր ավերածությունների տեսքով, եւ վերջում ցանկանում եմ ասել, որ ռուսական այդ ագրեսիոն պատերազմը պետք է կանգ առնի, կանգնեցվի, եւ այս օրերին մենք ինտենսիվորեն զբաղվում ենք այդ հարցով, որպեսզի արդարացի եւ երկարատև խաղաղություն հաստատվի, Գերմանիան հստակ ուղեգիծ ունի, առանց Ուկրաինայի, առանց եվրոպացիների հնարավոր չէ իրենց մասին որոշում կայացնել եւ պարտադրված թելադրված խաղաղություն չպետք է լինի Կիևի համար։ Տիկնայք եւ պարոնայք, այս կոնտեքստում մենք խոսել ենք մեր ծրագրերի մասին, ինչպես կարող է Գերմանիան նպաստել դիմակայունությանը Հայաստանի Մեզ համար ինքնաբերաբար պարզ է, որ մենք ցանկանում ենք օգնել հիմնական հարցերը, որոնք վերաբերում են ինքնիշխանությանը, ամրացնել անվտանգությունը Հայաստանի ավելի լայն օրակարգով։ Շնորհակալություն պարոն վարչապետ ձեր այցի համար Բերլինում, շնորհակալություն լավ համագործակցություն եւ ուրախ ենք, որպեսզի ավելի շարունակենք, ավելի խորացնենք մեր համագործակցությունը։